Հաշված օրեր եւ Երևանը կդառնա հոկեյի համաշխարհային կենտրոններից մեկը ապրիլի 13-ին կմեկնարկի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղարկությունը։ Հայաստանի հոկեյի թիմը իր խմբում ուժային բախումների կգնա 5 հավաքականի հետ։ Տղաները ընտրանու գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովի հետ նախամրցումային մարզումներ են անցկացնում, շտկում թերությունները քանակական պակասով ավելացնում Power Play-ում։ Այսօր կայացել է ֆեդերացիայի նախագահի գլխավոր մարզչի եւ ավագի մամուլի ասուլիսը մանրամասները Հարություն Հակոբյանն է ներկայացնում։ Երկար սպասված վերադարձ 15 տարի անց Հայաստանի հավաքականը միանում է Սարսե միջազգային մարտերին։ Աշխարհի տնային առաջնությանը մեր ընտրանուն պատրաստում է Վադիմ Գուսկովը։ Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել Հայաստանի հավաքականը, միաժամանակ դա եռակի պատասխանատվություն է երկրի առաջ։ Մեզ հատկանշական արկածներ են սպասվում, թիմը վերջին ընտրանուց տարբերվում է 150%-ով։ Մարշչական շտաբի նպատակը համախմբվածություն հանդերձանում եւ աշխատանք որպես մեկ մեխանիզմ։ Հայաստանը ելույթ կունենա 4-րդ դիվիզիոնում։ Մեր հոկեիստները կբախվեն Իրանի, Ինդոնեզիայի, Ուզբեկստանի, Քուվեյթի եւ Մալայզիայի հավաքականներին։ Շատ լուրջ մրցակիցներ են, վերլուծել ենք նրանց խաղը, բարդագույն մրցակիցը Ուզբեկստանն է, սակայն մենք ունենք բնավորություն, դուրս են գալու սառույց միայն հաղթանակի եւ աշխարհի առաջնությունում բարձունքի հասնելու համար։ Գլխավոր մարզիչը ասուլիսի ժամանակ ներկայացրեց նաեւ նոր հավաքականին նոր ավագին։ Սառույցին մեր ընտրանուն կառաջնորդի Էդուարդ Մալաքյանը։ Շատ շնորհակալ եմ բոլորին ինձ հավատալու համար եւ ես հուսում եմ, որ ամեն ինչ կանենք, արդեն երկար ժամանակ պարապում ենք, ունեցել ենք արդեն մի քանի հավաք, աշխատել ենք տակտիկայով եւ տեխնիկայով ու հուսով եմ, որ մենք կհասնենք հաղթանակի։ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 13-ից 19 Երևանում։ Մեր առաջին մրցակիցը Մալայզիայի հավաքականն է։ Հարություն Հակոբյան, Էդմոնդ Հակոբյան, Fast News։